Մենք այսօր հավաքվել ենք Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առջև, որպեսզի ցույց տանք ինչ տեսք ունի խոսքի ազատությունը, Վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Համբարձումյանի պատկերացմամբ։ Եվ փորձում ենք իրազեկել նաև հանրությանը, որ Կարեն Համբարձումյանի կայացրած դատական ակտում խոսքը չի գնում մարդու անձնական կյանքի, սեռական պատկանելության, սեռական նախասիրությունների վերաբերյալ տեղեկություններ տարածելու, այլ խոսքը գնում է այն մասին, որ ես լինելով իրավապաշտպան Մարինա Հրանտի Պողոսյանս եւ Վելես կազմակերպության ղեկավար, որտեղ գոյություն է հակակոռուպցիոն բլոկ, ուր Բարբերաբար մենք զետեղում ենք սեփական հետաքննությունների եւ բարձրաձայնում ենք առերևույթ հանցագործությունների մասին, խոսքը գնացել է ոմն Նարեկ Կեսոյանի վերաբերյալ, ով Ծաղկաձոր համայնքում հողերի ուղակի վաճառքի միջոցով ձեռք է բերել հողատարածքներ եւ համայնքին պատճառվել է մեծ քանակի վնաս, ինչպես նաեւ մեր կողմից հաղորդում է տրվել վերջինիս վերաբերյալ առերևույթ փողերի լվացման առումով։ Առաջին դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվում է ապրիլի 14-ին, որից հետո դատավոր Կարեն Համբարձումյանը, տեսնելով, որ մեր հրապարակային ելույթների, հետաքննությունների, ներկայացրած փաստերի հիման վրա արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ, որը նշանակում է, որ փաստերը ստուգվել են, ընդ որում փաստերը ստուգվել են հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ բլոկի կողմից, որից հետո նոր նախաձեռնվել է, որոշումը արգելել ինձ ընդհանրապես որևէ կերպ արտաբերել այդ անձնավորության անունը եւ երբ հրապարակված տեղեկությունները ընդհանրապես վերածվում են քրեական վարույթների, այստեղ խոսքը արդեն հանրային շահի եւ հանրային վերահսկողության մասին է մեր, ոնց որ ասում են, ժողովրդավարության բաստիոնում։ Ես ցանկանում եմ մի հարց բարձրացնել, արդյոք հնարավոր է, որ նման որոշումներ կայացվեն տարբեր լրատվամիջոցների, տարբեր մարդկանց անունով, այսինքն խտրական մոտեցում ցուցաբերվի, եթե ոչ պետքա Կարեն Համբարձումյանը արգելի ցանկացած լրատվամիջոցի կողմից, ցանկացած անձնավորության իդեպ իրավապաշտպանի կողմից հանցագործության մասին հանրային հաղորդումներ ներկայացնելը, նորից եմ ասում, տեղեկությունը եւ հաղորդումը հանցագործության մասին դրանք տարբեր եզրույթներ են։ Հատկանշական է նաեւ, որ այս դատական ակտը, որ հիմա ստորիև մի փոքր մաս ընթերցելու եմ, աննախադեպ ակտ, այս ակտի հեղինակը ոչ միայն Վերաքննիչ դատարանի դատավոր է, այլև ֆրանսիական համալսարանում դասավանդում է, մի երկրի համալսարանում, որը մեզ համար նույնականացում է խոսքի ազատության պայքարի հետ։ Եվ այստեղ ցանկանում եմ բոլորիս անունից շնորհակալություն հայտնել Կարեն Համբարձումյանին, որ ինքը Բաստիլի գրավման ժամանակ չի եղել Ֆրանսիայում դատավոր, թե չէ կարող էր հայցի ապահովում կիրառել եւ խոսքի ազատության վերաբերյալ Բաստիլի գրավմանը։ Այստեղ ձեզ մեր խորին շնորհակալությունը, պարոն Կարեն Համբարձումյան։ Եվ այսօր մեր բոլորի փակված շուրթերը խորհրդանշում են այն լռությունը, որ նման որոշումներով կարող է պարտադրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ պատկերացնում եք հարգելի ժողովրդավար պետության ղեկավարներ, սա որ Եվրոպա են գնում ենք Եվրոպա կամ գնում եք Եվրոպա, ես չգիտեմ։ Դուք պատկերացնում եք սա ինչ հետևանքներ կարող է ունենալ, երբ դատավորը նույնիսկ այն բանից հետո, երբ իր ասած խոսքը ինքը ուզում է սահմանափակել եւ տեսնում այդ խոսքի հիման վրա արդեն նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ, նորից եմ կրկնում, եւ երկրորդ վարույթին սպասում ենք գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում, որը փողերի լվացման վերաբերյալ է։ Այսինքն վերջինս ինձ արգելել է, որ եթե ես տեսնեմ իր նախընտրած քաղաքացին հանցագործություն է անում, ես պետք է լռեմ, եթե հիմա հանրությունը մեր ելույթներից հետո զանգում են, գրում են, ասում են ինչ եղավ Նարեկ Կեսոյանի գործը, ես պետք է ուղակի մեսենջերը անջատեմ, հեռախոսը անջատեմ, եւ ասեմ, որ Կարեն Համբարձումյանը արգելել է այդ մարդու անունը տալը։ Ես հիմա ուզում եմ կարդամ ձեզ ընդամենը մեկ տող, մեկ պարբերություն, վերջին պարբերությունը, ինչ ա գրել պարոն Համբարձումյանը ամսի 5-ին, հունիսի 5-ին։
որոշեց Կարեն Համբարձումյանը որոշեց։ Իդեպ մենք այստեղ հավաքվել ենք, որ այս բալիկներն էլ վաղը ապրեն ժողովրդավար եւ ազատ երկրում եւ որևէ մեկը իրանց խոսքի ազատությունը չսահմանափակի։ Որոշեց Նարեկ Կեսոյանից ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել Թիվ ԵԴ այսինչ քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 23/04/2026 թվականի հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը, իդեպ ասեմ, որ այդ որոշումը կայացրել առաջացանի դատարանը, որովհետև Նարեկ Կեսոյանը դատարան էր դիմել իր վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվելուց 6 օր հետո, այսինքն մարդը տեղյակ է եղել, որ ուղղակի չի եղել խոսքը։ Վերացնել եւ կայացնել նոր որոշում Կարեն Համբարձումյանը որոշել է, որ առաջացանի դատարանը սխալ է եղել, որ խոսքի ազատությունը չի սահմանափակել, հանրային վերահսկողությունը չի ոտնահարել, չի խախտել մի շարք եվրոպական դատարանի նախադեպեր, մենք դրա մասին մոտ օրերս գրասենյակից մանրակրկիտ կխոսանք եւ անհրաժեշտության պարագայում կտրամադրենք Կարեն Համբարձումյանին ծանոթանալու համար։ Հիմա նայեք ինչ որոշում է կայացնում։ Կիրառել հայցի ապահովման միջոցներ եւ մինչեւ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի կայացումը արգելել Մարինա Պողոսյանին հակակոռուպցիոն բլոգ Anti-Corruption Blog Facebook-յան էջում, Anti-Corruption Blog YouTube-յան ալիքում, ինչպես նաեւ այլ սոցիալական ցանցերում եւ զանգվածային լրատվության միջոցներում տարածել հայցվորի Նարեկ Կեսոյանի վերաբերյալ տեղեկություններ մինչև սույն գործով եզրափակիչ դատական ակտը կայացնելը որոշումը օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ ենթակա չէ բողոք հարկման։ Սա աննախադեպ որոշում է, որով ուղղակի այստեղ ես ցավ եմ ապրում, որ կարելի է զուգահեռ անցկացնել Նարեկ Կեսոյանը հանդիսանում է դեկան Կարեն տնտեսագիտական համալսարանում, այսինքն սա գիտական միտքն է, Կարեն Համբարձումյանը ֆրանսիական համալսարանում։ Եվ կարծում եմ, որ այս որոշումից հետո ինքնին արդեն խոսում է իր մասին։ Ես նույնը կցանկանամ շատ հակիրճ ներկայացնել մեր արտասահմանյան գործընկերների համար, քանի որ բնականաբար բոլոր իրավապաշտպան կառույցները մենք արդեն տեղեկացրել ենք, դեսպանատները, որտեղ սա աննախադեպ է, եւ թե մնացած գործողությունները ինչ են անելու, ժամանակը ցույց կտա, շատ կարճ ուզում եմ անգլերեն տեքստը կարդալ, որպեսզի մեր գոլեգաները եւս հասկանան ինչ է կատարում այս պատերից անդին։ For our international colleagues, I would like to briefly summarize our position in English. Today we are raising concerns about a court decision restricting speech related to a matter of public interest. The decision was issued against a human rights defender, me, and anti-corruption activist in connection with an anti-corruption investigation involving the possible misappropriation of public funds and public assets. Based on our public statements, investigations, and the information brought to public attention, criminal proceedings have already been initiated, while additional reports concerning possible money laundering remain under the review of the competent authorities. When publicly disclosed information becomes the subject of criminal proceedings, it is evident that the issue concerns public interest and public oversight, and it's not rumor and not gossip, and not individual information. I will now read the operative part of Judge Karen Hambartsumyan's decision of June 5th, 2026. Case number ID 243480226. Decided, this is only the decision, to grant the appeal submitted on behalf of Narek Kesoyan, to set aside the decision of Yerevan Court of General Jurisdiction of the Republic of Armenia dated 23 April 2026 in the mentioned civil case entitled on refusing the motion of the application of interim measures, and to issue a new decision as follows. To apply interim measures and until the issuance
of the final judicial act in the present civil case prohibit Marina Pogosyan from disseminating information concerning the plaintiff through the anti-corruption blog Facebook page, anti-corruption blog YouTube channel, as well as through other social media platforms and mass media outlets until the final judicial act is rendered in the present case. The issue of court costs shall be deemed resolved. The decision enters into legal force from the moment its publication and is not subject to appeal. Dear colleagues, I guess this decision speaks for itself. Ես կարծում եմ այլևս ավելացնելու բան չկա, քանի որ նման որոշումը ինքնին արդեն ապացուցում է այն, ինչի մասին խոսեցինք եւ խոսում է իր մասին։ Մի բան էլ կարող եք ինձ լրացնել, բայց բոլորին լրացնելը շատ դժվար է լինելու, պարոն Համբարձումյան։ Դուք բոլորի վերաբերյալ անհատական սկսեք դատական ակտեր կայացնել։ Չմոռանաք փոքրիկ բալիկներին, իրենց էլ լրացրեք, որ չլացեն։